Հաղորդավար Սուրեն Փահլևանյանի անձնական կյանքը վերջին տարիների ընթացքում շատ է քննարկվել, և չնայած այն հանգամանքին, որ դեռ ամիսներ առաջ Սուրենն իր հարցազրույցների ընթացքում նշում էր, որ բաժանումից հետո դստեր հետ այլևս շփում չունի, կարծես ամեն բան կարգավորվել է, և այսօր, երբ նրա դուստրը Ադելն ավարտում է դպրոցը, Սուրենը նրա կողքին է։ Համատեղ հրապարակմանը կից Սուրեն Փահլևանյանը գրել էր. «Այսօր իմ աղջկա կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է։ Վերջին զանգ։ Մի ամբողջ մանկություն մնաց դպրոցի պատերի ներսում, լի ծիծաղով, ընկերներով, երազանքներով ու անմոռանալի հիշողություններով։ Թող կյանքի նոր ճանապարհը լինի լուսավոր, հաղթանակներով լի և խաղաղ։ Պապան միշտ կողքիդ է, իմ աղջիկ», գրել էր Սուրեն Փահլևանյանը։ Իսկ մենք հավելենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք այն մասին, որ Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման հերթական հյուրը Սուրեն Փահլևանյանն է, ով հաղորդմանը ներկայացել էր իր կնոջ Մագա Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում զույգն անդրադարձավ Սուրեն Փահլևանյանի նախկին ամուսնությանը։ Այդ հարցին պատասխանեց Մագան։ Եվ Սուրենը, և Յանան իրենց հարցազրույցներում արդեն նշել են, որ ես իրենց բաժանության հետ կապ չունեմ, և ես ինչքան էլ մարդկանց մոտ համարձակ ու սեքսուալ կերպար ձևավորել, հավատա, դա էդքան էլ էդպես չի, որովհետև ես շատ ուրիշ պրինցիպներով ապրող մարդ եմ, և եթե նույնիսկ ես հանդիպեի Սուրենին, երբ նա ամուսնացած էր, էսպես չէր ստացվի, ես նույնիսկ չէի սիրահարվի, ամեն ինչ ստացվեց Սուրենի քայլերից և նրանից, որ ես իմացա, որ ինքը ազատ մարդ ա։ Ես էդքան հեշտ սիրահարվողներից չեմ, երևի երևում ա ինձանից, ես չեմ կարող սիրահարվել ու թքած ունենամ, էդ մարդը ամուսնացած ա, թե չէ։ Ես վախենում եմ տենց բաներից, դա ինձ համար արժանապատիվ բան չի։ Անկեղծ ասած, Յանային երբեք չեմ հանդիպել, ես ընդհանրապես լարվածություն չունեմ, չնայած կան բաներ, որոնք ինձ իր խոսքի մեջ դուր չեն եկել, բայց ես հաշվի եմ առնում, որ ինքն իմ Սուրոյի երեխու մաման ա։ Չեմ ուզում դառնա երկու կնոջ կոնֆլիկտ, բայց արտահայտվելու ձև կա ամեն ինչում, բայց ես էդ դաշտ չեմ մտնի հանուն իմ ամուսնու։ Ինձ մեղավոր չեմ զգում, որ Սուրենը չի շփվում դստեր հետ։ Երեխա ա, կմեծանա ու կսկսի իր խելքով մտածել։ Էլի իրա խելքով ա մտածում, բայց ժամանակի հարց ա էդ ամեն ինչը։ Մեհեր Բաղդասարյանը նաև անդրադարձավ Սուրեն Փահլևանյանի լավ տղա կերպարին ու փորձեց հասկանալ, թե դա որքանով կապ ունի Մագա Հարությունյանի համարձակ կերպարի հետ։ Սուրենն ասաց, որ հայկական կարծրատիպային լավ տղու կերպարը հենց իրենից էլ սկսվում է։ Նա ասաց հետևյալը. «Էնքան լավ տղա հաղորդավար եմ, որ համայն հայության ցանկալի կերպար Մագա Հարությունյանը հենց ինձ ընտրեց որպես իր ամուսին։ Նա ինձ հնազանդ է, և ես իրեն տեր։ Ու ես էնքան լավ տղա հաղորդավար եմ, որ պատրաստ եմ ցանկացած տիպի, ցանկացած մասշտաբի հարցի առաջ կանգնեմ, դրա պատասխանը տամ։ Իրական Մագա Հարությունյանը, ով տանն ա լինում ու իմ կինն ա, նա հնազանդ է, իսկ մյուսը ինստագրամում ուղղակի կերպար է, որը ես չեմ ուզում սպանել, որովհետև էդ կերպարին ես սիրահարվել եմ։ Ամեն բան եղավ շատ արագ։ Երբ ես մենակ էի ապրում, ուզում էի իրական սեր, ես աղոթում էի դրա համար։ Ես վարում էի առավոտյան ծրագիր և իմ ընկերներից մեկը, ով ռեժիսոր ա, պիտի գար ինձ հյուր։ Դրանից առաջ էլ ինձ մոտ TikTok-ից հայտնի հյուրեր ունեինք, բայց Մագան էդպես էլ չէր գալիս։ Ընկերոջս հարցնում եմ, ովքեր են ֆիլմի մասնակիցները։ Նա թվում է նախնական հյուրերի ցանկը, բայց դերասաններից Մագայի մասին չի ասում։ Եվ ես հիշում եմ անմիջապես մեր ադմինիստրատորի ասածը, որ Մագա Հարությունյանը չէր եկել նախորդ անգամ։ Բայց լավ կլիներ, որ հաղորդմանը հյուր գար։ Էդ ժամանակ գոռին ասում եմ, որ դերասաններից Մագային անպայման իր հետ բերի։ Հաղորդման նախորդ օրը միջոցառումներից մեկին հանդիպում եմ նրան, հետո հաղորդմանը և երրորդ անգամ հանդիպում ենք անմիջապես հաջորդ օրը։ Հենց երրորդ օրն էլ զգում եմ, որ սիրահարվում եմ։ Իհարկե, Մագան դա չէր կարող նկատել, որովհետև նրան բոլորն էին այդ հայացքով նայում։ Հետո ամեն բան ստացվեց։ Մենք մինչև ամուսնանալը երկար ապրել ենք միասին և մեր հարաբերությունների մասին չէինք խոսում, քանի որ ուզում էինք հետաքրքրությունը պահել, ինչպես նաև մենք ինքներս վստահ լինեինք մեր որոշման մեջ։ Մեր շրջապատում բոլորն էլ ասում են, որ Մագան իմ աղջիկ տեսակն է, իսկ ես նրա հակառակ տեսակը։ Երկուսս էլ շատ հասնող մարդիկ ենք և միասին շատ ուժեղ ենք, անկեղծացել էր Սուրեն Փահլևանյանը։ Սուրենը զրույցի ընթացքում խոսել է Յանա Դանելյանի հետ ամուսնալուծության պատճառների, ինչպես նաև բլոգեր Մագա Հարությունյանի հետ ամուսնության մասին։ Խոսքի սկզբում Սուրենը նշեց հետևյալը.
Իրականում ոչ մի լուրջ խնդիր չի եղել, հաշտ համերաշխ ապրել ենք, մենք ամուսնացած ենք եղել ուղիղ 12 տարի, Էնպես չի, որ մեր մեջ սեր չի եղել, մենք ի սկզբանե ամուսնացել ենք սիրով և մեր սիրո պտուղը Ադելն է։ Երեխայի դաստիարակությամբ զբաղվել ենք երկուսով, համաչափ, 10 տարի 24-ժամյա ռեժիմով ես զբաղվել եմ նրանով, աղջիկս գիտի այնինչ ես գիտեմ։ Նույնիսկ այն ընտանիքներում, որտեղ բաժանում չի եղել, հայրերը այդքան բան չգիտեն իրենց երեխայի մասին և դաստիարակությամբ չեն զբաղվում, որքան ես եմ դա արել։ Երբ ես ու Յանան աշխատում էինք նույն ոլորտում, մեզ մոտ ամեն բան շատ հետաքրքիր էր ու գունեղ, հետո իր մոտ եկավ մի նոր միտք՝ փոխել ոլորտը։ Ճիշտ է, հիմա նա էլի եթերում է, բայց իրա ոլորտը փոխել է, որովհետև ուզում է փրկել աշխարհի կենդանիներին։ Ես էլ դեմ չեմ եղել։ Այդ ժամանակ մեր հետաքրքրությունները մի փոքր տարբերվեցին իրարից։ Հիմա շատ ուրախ և հպարտ եմ զգում ինձ, որ իրականում չկա մի այնպիսի բան, որ ասեն այ հենց դրա համար էլ ամուսնալուծվեցինք։ Կամ ես ինձ պահել եմ ինչ-որ մի կերպ, որը չի ընդունվում ոչ մի կերպ ընտանիքի գաղափարի մեջ, նույնն էլ չեմ ստացել իրենից։ Շատ լավ հայեցի, որովհետև երկուսս էլ ուշադրության կենտրոնում էինք և հասարակությունը մեզ հետևում էր, կարելի է ասել։ Հիմա չեմ մեկնաբանելու ոչինչ, որովհետև երբ ամուսնալուծվել էինք, ինձ թվում էր, թե վերջացավ կյանքս։ Հիմա պետք է թռի-վռի կյանք ապրեմ, բայց եկավ ժամանակ ու ամեն ինչ սառեց ու մնաց փոխադարձ հարգանքը, որովհետև ինչ ուզում ես արա։ Ադելի հայրանունը Սուրեն է, իսկ մամայի անունը Յանա։ Եթե ընդհանուր երեխա չունենայինք, միգուցե իրար ֆշացնեինք, որը ավելի կմեծացներ մեր անձերի նկատմամբ հետաքրքրությունը։ Հաղորդման ընթացքում Սուրենը նաև անդրադարձավ այն բանին, որ իրեն հաճախ են գրում ու հարցնում դստեր մասին, այն մասին, թե արդյոք Սուրենը որևէ բան անելուց առաջ մտածում է դստեր մասին։ Նա ասաց հետևյալը. «Ուզում եմ ասել, որ իմ դուստրը ինձ ճանաչում է, ու ես էլ երբեք այնպիսի բան չեմ անի, որ իմ դուստրը կախի իր գլուխը։ Մի քիչ էլ բացենք մեր բաժանման բուն պատճառը։ Ես որ ասում եմ, որ մեր հետաքրքրությունները փոխվել էին, որ Յանան շատ խորացած էր, փորձում փրկել կենդանիներին, դա այն էր, որ այնքան, որ այդ ամեն ինչը տանում էր Նոբելյան մրցանակ ստանալու համար։ Իրա կարծիքով ես իրա համար բեռ էի հանդիսանում, որովհետև շատ բաներ իրեն թույլ չէի տալիս, օրինակ ուրիշ երկրում սովորելու էս տարիքում, ու շատ բաներ վեճի թեմա էր դառնում։ Ես էլ գիշերային կյանքով էի ապրում, աշխատում էի մի քանի ակումբում ու իրականում այդ ամեն ինչը իրան դուր չէր գալիս։ Մեհեր Բաղդասարյանը նաև փորձեց խոսել այն մասին, որ Յանան իր վերջին հարցազրույցի ժամանակ խոսել էր Սուրեն Փահլևանյանի դավաճանությունների մասին և որ դրանք մեկ անգամ չէ, որ հանգեցրել են ամուսնալուծության։ Դավաճանությունը տարբեր կերպ կարելի է ընկալել։ Յանայի համար դավաճանություն կարող էր լինել նաև այն, որ ես որևէ երգչուհու հետ ջերմ գործնական հարաբերություն ունենայի։ Շատ հաճախ նրա խանդը նորմայից բարձր էր, որովհետև ինքը իր անձը շատ ա սիրում։ Ես իհարկե դեմ չեմ, որովհետև նա այդպիսինն է եղել մեր ծանոթության սկզբնական շրջանից։ Ես չեմ սիրում առհասարակ դավաճանել, առհասարակ ոչ մի հարաբերությունների մեջ։ Եթե ինչ-որ բաներ եղել են իմ կյանքում, ես չեմ բացառում դա, որովհետև էնպես էլ չի, որ Յանան ինչ-որ բանի մասին իմացել է ու մենք դա չենք քննարկել կամ չենք պարզաբանել, ուղղակի հասկացել ենք, որ չենք ցանկանում բաժանվել։ Նման դեպքերը եղել են պահի ազդեցության տակ, խմիչքի ազդեցության տակ։ Երբեք ոչ մի բանի համար չեմ զղջում, նույնիսկ դավաճանության, Աստված չանի, որ ես զղջամ որևէ բանի համար։ Ես չեմ ցանկացել ամուսնալուծվել, ու երբ Յանան ասաց, որ վերջ պիտի ամուսնալուծվենք, ես էլ ընտանեկան անառողջ մթնոլորտը տեսնելով համաձայնվեցի։ Ես չգիտեմ դա ինչ հիվանդություն է, որի պատճառը կարող էի և ես լինել։ Դա ֆիզիոլոգիական երևույթներ են։ Երևի երբ մարդը շատ է խանդում, դա առաջանում է իր մոտ։ Միգուցե նաև ներշնչանքից։ Ես միշտ էլ ուշադիր ամուսին եմ եղել, ջենտլմեն, ցանկացած կնոջ նկատմամբ, ով կլինի իմ շրջապատում։ Շատ կուզեի, որ պատճառը ես լինեի մեր ամուսնալուծության, բայց ոչ, դա այդպես չէր։ Մենք ամանորյա մի օր ուղղակի գնացել ենք մեր տանեցիներին ասել, որ որոշել ենք բաժանվել, ու դրա համար երկար ենք մտածել։ Մայրս այս որոշումը շատ ծանր տարավ, չնայած նրան, որ ամեն իմ կայացրած որոշման հետ հաշվի է նստում։ Մայրս և քույրերս իմ ասելով շփվում են և Յանայի և դստերս հետ, տուժել եմ միայն ես։
Դստերս հետ սկզբնական շրջանում շատ հաճախ էինք հանդիպում, մինչև իմ երկրորդ անգամ ամուսնությունը։ Նա երևի չընդունեց Մագային, մտածում եմ, որ նրա մոտ տարիքային է, եւ դա կանցնի։ Մենք այս պահին երեխայի ցանկությամբ չենք հանդիպում։ Ճիշտ է, նա փոքր է, բայց նա որոշել է այդպես։ Այս տարի երեխայից չեմ հանդիպել, արդեն 5 ամիս է։ Տեսել եմ նրան, մենք փոքր քաղաքում ենք ապրում։ Տեսել եմ նրան այնքան, ինչքան ինձ պետք է եղել։ Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, որ մենք կսկսենք էլի շփվել։ Ես պարտադիր ալիմենտ չեմ վճարում, բայց աջակցում եմ հնարավորություններիս սահմանում։ Ընտանիքս, մայրիկս ու քույրս եւ Յանայի եւ երեխայի հետ ջերմ հարաբերությունների մեջ են, ինչպես արդեն նշեցի։ Տուժել եմ միայն ես, բայց դա հաղթահարում եմ, որովհետեւ կողքիս ունեմ ընկեր եւ շատ սիրող կին, անկեղծացել էր Սուրեն Փահլևանյանը։